Ինչ ուզեմ խոսալու, նախորդ ասում եմ, որովհետև անցածը շատ ռոբոտացված էր, մեջից են իմպրովիզաս, որ հումորային եմ անում, մենակ էդ էր լավը։ Տարի խնդիրը Apple թե Samsung։ Բարև ձեզ, ձեր հետ կրկին ես եմ Սուրեն Ռեստորից եւ այսօր խոսելու ենք ամենատարածված ընտրության մասին։ Apple թե Samsung։ Ես գիտեք ինչ համացություն է, ոնց որ ասեմ Real Madrid թե Barcelona, կամ ասենք Mercedes թե BMW։ Դրանցի BMW ոչ թե BMW, հասկացաք չէ՞ որ BMW եմ սիրում։ Խոսենք դիզայնի, արտաքին տարբերությունների, հիշողությունների, տեսախցիկի, մարկոցի, պրոցեսորի, մի խոսքով այն ամեն ինչի մասին, ինչ մեր առօրյա մենք օգտագործում ենք։ Առաջինը խոսենք դիզայնից։ Մեր մեջ ասած ինձ Apple-ն դուր գալիս։ Դե ինչ մոտ բացենք Samsung-ը, տեսնենք ինչ է ներկայացնում Samsung-ը։ Անկեղծ պետք է ասեմ, միակ Samsung-ն է, որ դիզայնը շատ նուրբ ու սիրուն է ստացվել։ Սիրուն բարակ եզրեր, թեթև քաշա, ալյումինա, էլի Apple-ից են վերցրել։ Շատ լավ էլ ձեռքից նստում է, հարմար է։ Դե ինչ, անցնենք Apple-ին։ Դե Apple-ը չեն կարող բացենք առանց սենց անելու։ Ասենք հələ դիզայնը, էլի ասենք, շատ մտածված է, շատ սիրուն է, նուրբ, թեթև, շատ հավեսով կօգտագործեի։ Եկեք մոտ թեստ անենք հասկանալու համար սեղանին դրած ոնց են օգտագործվում։ Ինձ ասել են, որ հեռախոսները երբ որ սենց դնում ենք, S26 Ultra-ն հարթ չի կանգնում ու անընդհատ շարժվում է, անհարմար է։ Փորձարկենք, տեսնենք արդյոք է այդպես է թե չէ։ Չեմ հավատում, լուրջ։ Samsung S ինչ է։ Դեմ որ երկու հեռախոսներն է 6 ու 9 դույմ են, նույն չափերն են, գրեթե այնքան են Samsung-ը կլորացել, սարքել են iPhone-ի պես։ Դեմ որ երկուսն է ֆլագման մոդելներ են, ունեն էկրանի բարձր պայծառություն ու հստակ գույներ ցույց են տալի, այդ բոլորը գիտեն։ Բայց որ S26 Ultra-ում ավելացրել են նոր հնարավորություն էկրան սարքելու պրիվատ, այդ քչերը գիտեն։ S26 Ultra-ն կարողանում եք առանց պրիվատ ինչ-որ պաշտպանիչ ապակիների այդ ռեժիմ դնեք, այսինքն ինչ-որ միտեղ, ինչ-որ մեկը չի կարա տեսնի հեռախոսում ինչ է կանում, որովհետև դուք ունեք պրիվատ ռեժիմ, բայց նշեմ նաև, որ ծառայողը լավ խլում։ Ճիշտ է, iPhone-ը այդ ֆունկցիան չունի, բայց ունեմ այդ լավ նորություն iPhone օգտագործողների համար։ Հենց սյոմկայի օրը iOS-ը թարմացել է, 8 smiley կա մեջ ավելացել։ Անվտանգության մասով S26 Ultra-ն առաջարկում է գրաֆիկական նկարով բացել, պինով բացել, կոդ գրեք տառերով, թվերով բացեք, Face ID, Touch ID։ Apple-ը միայն Face ID կամ PIN parol, ինչը իմ կարծիքով ամենառացիոնալ ու շատ կիրառելի տարբերակներն է։ Օրինակ իմ iPhone-ը ասես մի թեթև նայում եմ, միանգամից բացում է, չէ՞ որ դառնա գրաֆիկական նկար, մատնահետք, անցել է։ Երկուսն էլ ֆլագման մոդելներ են, որոնք կարող եք ձեռք բերել Restore վաճառասրահներից։ Իսկ ինչու հենց Restore, որտեղ Restore-ում միշտ կգտնեք հասանելի արժեքներ, բարձր որակ, լավ սպասարկում եւ ինչը ամենակարևորն է, կարող եք նաեւ պատվիրել կայքով կամ մեր հավելվածի օգնությամբ։ Լինկերը թողում եմ ներքևում ու ասեմ, ձեր առաքումը շատ արագ անելու, որտեղ առաքում ենք Tesla-ով։ Երկու հեռախոսներն ներկայացնում բրենդի դեմքը, այսինքն իրենց պրոցեսորը ամենալավն է, ամենաարագը ու ամենաէներգախնայողը։ Samsung-ում տեղադրված է Snapdragon 8 Elite Gen 5 պրոցեսորը, իսկ այստեղ Apple Bionic A19 Pro։ Անկեղծ ասած, երկու հեռախոսներն տևական ժամանակ օգտագործել եմ ու երկուսից էլ խնդիրներ չեմ նկատել, որպես այդպեսին յուրատուկ, որ հիմա նշեմ։ Սենց ասած ճաշակին խավորքին չկա, ճաշակին ընկեր չկա, ամեն մեկը իր ճաշակով։ Առավելությունն եք ուզում տեխնիկապես ասեմ, iPhone-ը թողարկել է 256 GB, 512 GB, 1 TB եւ ուշադրություն 2 TB։ Samsung-ը 256, 512 ու 1 TB։ Բայց հանուն արդարության նշեմ, որ iPhone-ի գիգաբայթը ինչքան էլ բարձր լինի, իր RAM-ը 12 GB է։ RAM-ը օպերատիվ հիշողությունն է, որը պատասխանատու է հեռախոսի արագագործության համար։ Samsung-ում 1 TB-ը ուշադրություն գալիս է 16 GB-ով, ինչը հանդիպում է բացառապես խաղային հեռախոսների մեջ, այսինքն Samsung-ը ապահովելու է շատ ավելի կայուն, ճկուն, երկար լավ աշխատանք։ Խոսենք մարկոցներից։
Samsung-ում տեղադրված է 5000 mAh մարկոց, iPhone-ում 4800։ Հիմա մեր պարամետրը կարծով գիտակները կասեն iPhone-ը վատ է պահում զարդ, ես ձեզ շտապում եմ հիասթափեցնել, կարևոր է ոչ միայն միլիամպերների քանակը, այլ նաև պրոցեսորը, ուղեղը, ոնց է ասում դրանք, ու ձեզ հավատացնում եմ որպես Pro Max օգտագործող մարդ, iPhone-ը ավելի լավ է սկսել պահել։ Խոսենք տեսախցիկներից, դիվանի էքսպերտներ, եկեք ձեր համար նորություն ունեմ։ 200 մեգապիքսել հիմնական տեսախցիկ ու եւս 3 տեսախցիկ ձեր ֆոտոները իդեալական պատկերելու համար։ iPhone-ում ընդամենը 3 տեսախցիկ է հետևից, 3-ն էլ 48 մեգապիքսել։ Հիմա կասեք ամոթալի է, չէ՞, մեր Samsung Galaxy S28 200 մեգապիքսելը iPhone-ը 48, կասեմ ձեզ հետևյալը, երկուսն էլ նույն ձև են նկարում, բայց Samsung-ը ունի առավելություն, zoom-ը ավելի լավ անում, 100 անգամ մոտեցնում է, բայց մի հատ հարց տամ կպատասխանեք, օրվա մեջ քանի անգամ եք նկարելուց 100 անգամ մոտեցնում, հա։ Վիդեո նկարելու մասով Samsung-ը նկարում է 8K 30 Hz հաճախականություն, iPhone-ը 4K 120 Hz հաճախականություն, ինչը ռեալ մենք օգտագործում ենք, որովհետև 8K պետք է էկրան ունենաք, որ 8K նկարեք ու այդ ամեն ինչը տեսնեք։ Ուղիղ համատական տանելուց երկուսի ֆրոնտալ տեսախցիկներն շատ լավն են ու շատ դուրս գալիս են։ Մեր վաճառասրանում հնարավորություն եք անգամ փորձարկելու տեսնելու, կարող եք մոտենալ ու ինքներդ համոզվեք դրանում։ Ինչ եզրահանգման եկանք։ Եթե ցանկանում եք գեղեցիկ վիդեո, տեսանկարահանումներ, մաքուր, պուպուշ, ընտրեք iPhone-ը։ Եթե ցանկանում եք 100 անգամ zoom անել, ունենալ AI-ով նկարներ եւ այլ բազմատեսակ ֆունկցիաներ, ընտրեք Samsung-ը։ Բայց նշեմ, որ Samsung-ը շատ ավանդապաշտ բրենդ է։ Հիմա կհարցնեք խի, չէ՞, Samsung-ը մոդել ունի, որ տարիներ շարունակ մի բան է կրկնում, որը ոչ մի ընկերություն չի արել ու չի անում։ Գիտեք ինչն է? S Pen-ը։ Գրիչ, որը կօգնի նկարչությամբ զբաղվողներին կամ պարզապես այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում թղթեր հետը պտտել ու գրառումները կատարում են հեռոսի մեջ։ Ընդհանուր եզրակացությունս երկու հեռախոսներն էլ ֆլագման դասի top մոդելներն են, ունեն լավ պրոցեսոր, լավ տեսախցիկ, լավ մարկոց ու ոնց որ ասացի ճաշակին քավոր ընկեր չկա, պետք է որոշեք ինքներդ առաջնորդվելով դիզայնի գեղեցկությամբ եւ տեխնիկական մասերով։ Իսկ այդ լավ ընտրության հարցում կօգնենք Restore-ի վաճառասրահներում։ Դե չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, դրեք լայքեր, գրեք մեկնաբանություններ հաջորդ վիդեոում ինչ ապրանք կցանկանաք տեսնել, ձեր հետ Սուրենն էր, առայժմ։